Ողջույն, այսօր իմ հյուրն է Artbridge գրախանութ սրճարանի հմայիչ տիրուհին Շաքե Հավան Կարապետյանը։ Շաքե ջան, ողջույն։ Ողջույն։ Ես անչափ ուրախ եմ, որ դու Հայաստանում ես, անչափ ուրախ եմ, որ կարողացա վերջին օրերիցդ գողանալ այս մի քանի րոպեները, մի քանի ժամը եւ հյուրընկալել քեզ իմ Սաբոտաժ ոդկասթում։ Շատ հաճելի է։ Շատ հաճելի։ Շնորհակալ եմ նաև, որ հանկարծակի սուրպրայզ արեցիր եւ եկար մեր նորաբաց գրախանութը եւ իմացա, որ Հայաստանում ես։ Ինչ կա այս կողմերում։ Առաջ հետո շնորհավորում եմ Արևի գրախանութի մասով, շատ հաճելի, շատ յուրահատուկ, շատ պարզ իր ծրագրերով, կարծում եմ, որ բավականին յուրահատուկ է լինելու այսօրվա կամ ավելի շուտ մի քանի տարվա առաջվա գրախանութների աշխարհում, որ ես գիտեի եւ ծանոթ էի, եւ այդ հնարավորությունը տալու երևի որ այն բոլոր նպատակներին, որ դու ուզացել ես անես ծրագիրներ, որ ուզացել ես անես, մայթ հիմա տարածք ունես, որ կարողանալու ես իրականացնես։ Ինքը շատ համով, շատ հաճելի, շատ դրական մի հատ զգացողություն եւ մեկ քանի անգամ եմ ես եկել, իհարկե դու այնտեղ չես եղել, որ երեխա էլ ա եղել իմ հետ։ Ուրեմն իր հարաբերությունը գրախանութում, որ նայում ես, շատ հաճելի է, որ ունի խաղեր, որ կարող անստի կարդա։ Այո, շատ հաճելի է, շնորհավորում եմ։ Շնորհակալ եմ։ Այս հենց այն էր, ինչ որ ես երազում էի, ինչը դարել է իրականություն եւ հիմա քո խոսքերը վկայում են հենց այն, որ այն իսկապես արդարացված է։ Այո։ Շաքե ջան, դու առաջինն ես, որ Հայաստան բերեցիր գրախանութ սրճարանի մոդելը։ Այո։ Եվ ուզում եմ մի փոքր պատմես, այն դարձավ մշակույթ, եւ ուզում եմ մի փոքր պատմես, ինչպես այդ միտքը հղացավ, ինչպես դա կարողացար իրագործես, ինչ պատմություն ունեցավ եւ ինչ էր ավարտը։ Լավ, շատ ռոմանտիկ պատմություն չունի, կոպիտ ասած։ Ինքը տարածքը թելադրեց, որ ինքը պիտի լինի երկու բիզնես։ Որովհետև ես հիմնական պատկոտրողը չէի, քանդողը չէի, իր տարածքը թելադրեց, որ ինքը պիտի լինի երկու հատ բիզնես։ Ուրեմն առաջին մասը եղավ գրախանութ, երկրորդ մասը ելավ սրճարան, ռեստորան։ Մենք բացել ենք, Artbridge-ը բացվեց 2001 թվականին մայիս 30-ին, ժամը 3-ին մեր ՀԴՄ-ն եկավ, այն ժամանակ այս փոքր ՀԴՄ-ները չէին, մեծ էին եւ այլն, ժամը 3-ին, ու մենք դուռեր բացեցինք առանց գովազդի, ու սկսանք աշխատել, բավականին հետաքրքիր մասը դա, որ այն ժամանակ ոմանք չեն հիշի, մենք շատ գրքեր չունեինք որակավոր եւ բոլորը իմ ընկերներս իր այդ խոսակցության մեջ նույնիսկ որ էսի չի աշխատելու որտեվ հայերը գիրք չկա եւ հայերը չեն կարդում բայց այսօր փաստը մնում է փաստ որ մենք բացի այդ որ կարդում ենք գրախանութներ ենք բացում այո ու հետաքրքիր բան ստեղծվեց ինքը որովհետեւ մենք տարբերվում ենք նույնիսկ մեր սրճարանի տարածքն էր տարբերվում այն ժամանակվա համար ինչով էր լուսավորությունը շատ էր երաժշտությունը ցածր էր զրուցել էր լինում այո ինչքան ընկերություններ ենք այնտեղ ձեռք բերել ինչ օրեր ենք անցկացրել այո
Բայց առաջնահերթ հետերեսի չի աշխատելու, որտեղ էսի լույսերը շատ են, երաժշտությունը ցածր է եւ այլն եւ ուտելիքները տարբեր էր։ Ուրեմն մենք նույն ժամանակ որ գրախանութը որ բացեցինք, շատ քիչ գիրք կար։ Ուրեմն ինչ որ այսօր Հայաստանում այդ ժամանակ գիրքեր կային, մենք ունեինք։ Տեղ բաց կար։ Ուրեմն մենք սուվենիր էլ ընդունեցինք։ Հատուկ ձեռքի աշխատանքներ եւ այլն։ Եվ սրճարանի բաժինը ցուցահանդես վաճառք կազմակերպեցին։ 3 ամիս տևավ, որ ես համոզեմ նկարիչներին, որ էսի աշխատող լինելու։ Այդ 3 ամիսից հետո արդեն բոլորը գալիս էին 1 տարի առաջվա ամրագրումին իրենց ամիսը եւ այլն։ Շատ հետաքրքիր բան էր, ժամանակ էր եւ շատ։ Ու այդ process-ը, որ գրքի տպագրությունը եւ որակը ինչքան բարձրացավ, պատիվ եմ ունեցել, որ ներկա ելնեմ եւ տեսնեմ։ Դա մայթ շատ գեղեցիկ process էր։ Ես շատ լավ եմ հիշում բոլոր դրանք։ Ու ինձ է վայել շատ պատմություն չունեմ դրա կապակցությամբ։ Մեր քաղաքը շատ լավ հիշողություններ ունի կապված Art Bridge-ի հետ, այն իսկապես մշակույթ ձևավորեց եւ այն տարիների համար իսկապես եզակի ձևաչափ էր եւ բրավո քեզ եւ շնորհակալություն, որ հանդգնեցիր, կարողացար, ապացուցեցիր, որ կան բաներ, որոնք ընդունված չեն, բայց աշխատում են։ Այո։ Եվ սա ստացված մի ձևաչափ էր եւ շատ սիրելի։ Մենք նույնիսկ մեկ առավոտ 8:30 էինք բացում։ Նախաճաշի։ Այն ժամանակ տեղ չկար որ 8:30 բացվի։ 10-ից հետո, 11-ից հետո էին բացվում։ Այդ նպատակը գիտե եւ մենք մահ ճամրուկ ունեինք, որ ինքը կարդալու բաներ կար, որ զբաղմունք ելներ, որ մեկի գալիս է կարողանա զբաղվի եւ կարողանա նպատակ էր որ մենակ կին կարողանա ընտրի եւ լավ զգա իրան։ Այս մշակույթն էլ չկար առաջ Երևանում։ Հիմա շատ ենք տեսնում աղջիկ, կին, մենակով։ Այո, այն ժամանակ չկար։ Նախաճաշ է անում։ Այո, կամ ընտրում է։ Եվ մենք օրաթերթ ենք բերում։ Այն ժամանակ տպագրված թերթերին, չէ, on-line այսքան բան չկար։ Առավոտը 8-ին թերթը գալիս էր, դուրը բացվում էր 8:30 արդեն մենք աշխատում ենք։ Եվ դա շատ հետաքրքիր բան ստեղծեց, որ ինքը տվեց ազատություն, մատ անկյուն բոլորի համար, որ ինքը կարող է 8:30 նախքան աշխատանքի գնալու օրաթերթը կարդա, տարբեր թերթեր, չգիտեմ, չեմ հիշում, 10 սատ էր օրաթերթը այն ժամանակ։ Նաև Art Bridge-ը շատ լավ մի բան ձևավորեց, դու դրսում ապրելով, վերադառնալով հայրենիք, Հայաստան, կարողացար մշակույթի մարդկանց, մշակութային գործիչներին, հատկապես նկարիչներին, ռեժիսորներին, կարողացար հավաքել գրախանութ սրճարանում եւ շատ հաճախ բոլոր հավաքույթները, միջոցառումները, որ պետք է արվեին, միշտ ասում էին գնանք Շաքեի մոտ, գնանք Շաքեի մոտ։ Անկեղծ ասած, միավորեցիր։ Ես շատ կուզենայի դրա կրեդիտը ես վերցնեի։ Բայց կրեդիտը ես կտայի տարածքին։ Ես ոչ մի բան չեմ արել, դուք եկեք, տարբեր հեղինակներ եկել են, տարբեր նկարիչներ եկել են, որ ես դրա շատ մարդկանց եմ ծանոթացել, որ ինձ շատ հարուստ եմ համարում դրա համար։ Դուք եկեք, մենք ուղղակի տարածքը
Եվ ես մենք ընդուներ ենք ձեզի, մենք ձեզի չենք բերել։ Քո գործոնը շատ մեծ էր եւ մենք շատ սիրում էինք քեզ եւ ես իզուր հաղորդման սկզբում ներկայացնելուց քեզ չանվանեցի գրախանութ սրճարանի տիրուհի, որովհետեւ մենք չէինք գալիս քո ասած տարածքներ շատ կան։ Քո տարածքում կար հոգի, կար շաքեն եւ նույնիսկ չէինք ասում երբեմն արտբրիջ, ասում էինք գնանք շաքեի մոտ, այնպես որ խնդրում եմ կրեդիտները վերցնես եւ ընդունես, որ քո գործոնը շատ մեծ էր։ Շաքե ջան, վերադառնալով մեր հաղորդման բուն թեմային, որը մանկական գրականության եւ ընթերցանության կարեւորությունն է երեխայի կյանքում, ուզում եմ մի փոքր պատմես, ես հիշում եմ, որ այդ տարիներին դու շատ լավ ներգրաված էիր ընթերցանության մանկական ծրագրերի մեջ եւ ինչ որ ծրագիր էիր անում, որ մարզերը ամբողջ ներգրաված էին։ Մի երկու խոսք պատմի այդ ծրագրի մասին եւ ինչ արդյունք ունեցավ, ինչն էր նպատակը եւ արդյունքը ինչ եղավ։ Անկեղծ ասած նպատակին չհասանք։ Իսկ որն էր նպատակը։ Նպատակը ես պատկերացնում էի, որ մի օր կգա, որ մատ, չգիտեմ, ծիրանագույն կամ վարդագույն մատ ավտոբուսա, շատ անտանելի ձայն ունի, այդ գյուղեր կանգնում եմ կենտրոնում եւ այդ ձայնը հանում, ճիշտ պաղպաղակի նման, բայց էսի հատուկ ձայն ունի։ Ու գիրքերը փոխանակվում են։ Այսինքն ինքը գրատարան չի։ Առաջին գիրքը պիտի գնես, հետո դու կարող ես փոխանակես։ Գիրքը կարդացել ես, մյուս անգամ որ այդ ավտոբուսը գալիս է, գիրքը տալիս ես, փոխարենը ընտրում ես եւ իր տարբերությունը վճարում ես, լավ։ Ինքը որովհետև sustainable կներես այս անգլերեն բառի համար պիտի sustainable լիներ ինքը նպատակը դա էր ուրեմն դրան նախքան դրան հասնելը մենք ծրագիրը այսպեսին էր որ մենք հրատարակիչներին բոլորին հավաքեցինք եւ խնդրեցինք որ իրանք գիրք տան բայց գրախանութից ավելի ցածր գնով եթե գրախանութին տալիս են 20% ցածր այս ծրագիրի համար տալիս են 30% ցածր։ Հետո մենք այդ գրքեր տանում էինք գյուղեր, միշտ մատ մշակութային մատ ծրագիրով, որ այդ նպատակով որ կարող է պատահի, մի հատ ծնող չի կարող գիրք գնել, բայց կարող է երեխին ծրի տանի մի հատ միջոցառմանը, կարող է ցուցահանդես էր, երաժշտական էր, մանկական երեկո էր եւ այլն եւ այլն։ Եվ երեխաները թեթև ձեռք են տալիս գրքերին, նայում են եւ այլն։ Ու այդ ձևով մենք սկսեցինք եւ մենք տարբեր գյուղեր գնացինք, շատ, ու ամենագեղեցիկը, որ ես հիմա այդ երեխաները վստահ եմ հիմա բավականին մեծացած են, Աստծով իրանք հաջողված երեխեք են։ Որ գյուղ որ մենք գնացել ենք միշտ լինում էր 2-3 երեխա որ այդ սեղանից չէին կարողանում օգվել ծրագիրը այսպեսին էր մենք առաջավոր գովազդը ուղարկում էինք փոստերներով եւ այլն ուղարկում էինք 2 ժամ նախքան միջոցառումը մենք սեղանը դնում էինք միջոցառման մի քանի րոպե նախքան որ սկսի միջոցառումը մենք հավաքում ենք որ կենտրոնացում է տելներ որ այո դու գիրք եկար նայար հիմա գնում ես միջոցառում ինքը շատ լավ աշխատեց գումարային տեսակետից ոչ բայց շատ լավ աշխատում էր հետո հրատարակիչները որոշեցին որ իրենք անեն գնացին մարզ կենտրոններ այդ ժամանակվանից հետո որոշեցի որ եթե իրանք անում են, մենք այսինքն քեզ հետ համաձայնեցված չէր։ Չէ։ Իրանք անեն Աստված բոլորի հետ, ինչքան հաջողած լինեն, ինչքան գիրք բաժանվի, այդքան լավ։ Որովհետև նպատակը գիտես ինչ, ես միշտ այս ձևի ես համոզեցի բոլոր հրատարակիչներին այն ժամանակ, որ այսօրվա երեխեքը քո վաղվա ապագան են։ Այո։ Ուրեմն ինչու՞ չէ։ Դրա համար է։ Շաքե ջան, վերադառնալով քեզ եւ քո պատմությանը անձնական,
Դուք Պարսկաստանից գնացիք Ամերիկա ապրելու, Բոստոնում եք ապրում, եւ երեխաներդ հենց Բոստոնում են ծնվել, այնտեղ են իրենց մանկությունը անցկացրել։ Աղջիկս ոչ, աղջիկս 3 տարեկան էր, որ մենք եկանք, տղաս 7 տարեկան, որ մենք եկել ենք Հայաստան 99 թվականին։ Կպատմես, ինչ մշակույթ կար ձեր ընտանիքում փոքր տարիքում երեխաների հետ գիրք ընթերցելու, որովհետև ամերիկյան մշակույթում մենք միշտ ֆիլմերում տեսնում ենք, որ քնելուց առաջ մաման, պապան գալիս են երեխայի հետ գիրք են կարդում եւ հետո նոր բարի գիշեր են ասում։ Մեզ մոտ հիմա մեր օրերում շատ սիրուն, sense շատ գեղեցիկ ձևավորված է արդեն այդ մշակույթը։ Ես շատ եմ տեսնում նաեւ հայրիկներ, ովքեր երեխաների հետ գիրք են ընթերցում քնելուց առաջ։ Կպատմես ձեր ընտանիքում ինչպես էր դա եւ ինչպես էր կարդում։ Մեր ընտանիքում մենք միշտ կարդացել ենք, այսինքն ես կարդացել եմ, ամուսինս կարդում էր։ Գիրքը բանի նման էր, Պարտադիր ինչ որ բան, սեղանի վրա ինչպես է բաժակ կա։ Ես ինչ եմ անում, փոքրիկ բաներ կան, չէ, ծաղկաման։ Մեր կյանքից անբաժան անքափելի մի բան։ Այո, գրքերը ամենտեղ էր։ Նենց չէր որ գրքերը գրատարանում էր եւ այլն։ Ու միշտ կարդացել ենք եւ ինքը ժամ չուներ։ Քնելու ժամ չկա։ Երեխեն որ եթե դու տանն ես եւ երեխեն խաղում է, ինչ ժամ ունի, ով ասե պիտի մենակ գիշերները կարդաս։ Ուրեմն ինքը տարբեր ժամերի կարդացվում էր։ Ու կարող եմ ասեմ, որ մենք հետո եկանք Հայաստան, նույն սովորությունը շարունակվում է եւ այլն եւ այլն։ Չեմ հիշում քանի տարեկանին տղաս եւ աղջիկս վստահ կարդում էր այդ ժամանակ արդեն։ Առավոտը 4-ն էր, ես էլ կարդում եմ, իրանց ննջարանի սենյակների լույսերն էլ վառա եւ վաղը դպրոց պիտի երթան։ Ես չկարողացամ իրենց ասեմ, որ հերիքա քնեք։ Մտածեմ, որ այո, եւ ինքս հիմա գիրքս կարդում եմ եւ իրանք էլ կարդում են եւ ես մտածում եմ, որ արդյոք ես պիտի իրանց ասեմ, որ բավական է քնելու ժամը, եթե ես ինքս չեմ կարողանում փոկվել գրքից եւ այո, եւ հետո որոշեցի, որ իրանց գործն է, որ վաղը դպրոց ունեն։ Հենց այնց է որ վաղը իմ խնդիրս է, եթե ես պիտի գնամ աշխատանքի։ Եվ հենց այդպես էլ եղավ, չգիտեմ քանիսին քնան, բայց առավոտը նույն ճիշտ ժամին գնացին իրանց դպրոցը։ Հեչել դժգոհ չէին, որ գիշերը ուշ են քնել։ Իսկ ինչ գրքեր էիք կարդում, ինչ գրքեր էին կարդում, ինչ էիր ընտրում իրենց համար փոքր տարիքում։ Ես չէի ընտրում, իրանք են ընտրել։ Ես երբեք բան չեմ ունեցել, censorship չեմ ունեցել։ Նույնիսկ լավ հիշում եմ աղջիկս Հարի Փոթեր էր կարդում, տղես արդեն ծամեր էր վերջացրել էր եւ այլն, աղջիկս էր կարդում։ Խնգո ապերում մի հատ հանդիպում կար, մի օքի ինձանից հարցրավ, ասավ աղջիկդ ինչեր են կարդում ձեր երեխեքը, ասում աղջիկս Հարի Փոթեր է կարդում, քանի տարեկան է, ասեցի 8 էր կարծեմ։ 8-9 9 կարծեմ 8-ը շուտ է նրանով հանդերձ որ ինքը շուտ է դպրոց գնացել բայց կարծեմ 9 տարեկան էր ասացին որ շատ վատ բան է Հարի Փոթերը շատ վատ գիրք է ասացի ինչու ասան դե դաժանություն կա եւ այլն իմ հարցս կարմիր գլխարկի մասին է որ կարմիր գլխարկից ավելի դաժան Եվ ոչ միայն, շատ հեքիաթներում ունենք այդ տեսարանները եւ ժամանակակից։ Ես չեմ ընտրել։
եւ ես բան չեմ արել, որ իրավունք ունես էսի կարդաս կամ այնի կարդաս, իրանք ընտրել են իրանք իսկ կար այդպիսի մշակույթ, որ միասին գնայիք գրախանութ եւ իրենք ընտրեին իրենց գրքերը։ Միշտ իրանք ընտրում էին իրանք գիրքը, որտեղ մենք որ եւ իրանք երկու լեզվով էլ են կարդացել։ Համանգրերեն, ամել հայերեն բարձե գրատարանից են օգտվում, կամ գրախանութներից, որ երթում ենք, արտբիջեն դեղեր ընդեից են վերցնում, անգլերենը, որ ճամփորդում ենք, անգլերեն գրքերով մենք գալիս ենք։ Մոտ մեր բանը կշերը ավելի շատ գիրքեր քան իրեր անձնական։ Շարքե ջան, մանկական ծրագրեր իրականացնելով, ինչ որ չափով շփվելով այն տարիներին հայ գրողների հետ, մանկագիրների հետ, ներսից ճանաչել ես տիրող իրավիճակին։ Ինչ տպավորություն ունես այսօրվա մանկագրության մասին, քանի որ մեր ծրագրի ուղղությունը մանկական գրականությունն է, մանկագրության, մանկական գրքի ստեղծման, մանկական նկարազարդումների, որ ի վերջո դառնում է մանկական գիրք, որը եւ հրամցնում ենք մեր երեխային, որը, ինչպես ասացիր, մեր վաղվա օրն է։ Այո։ Ինչ ռեսուրս ունենք, ինչ տպավորություն ունենք։ Գիտես, այսօր ես չեմ կարող, եթե 2 տարի առաջ ինձ հարցնեիր, կոնկրետ պատասխան կունենայի։ Այսօր ես չգիտեմ, որտեղ վստահ եմ դաշտը փոխվել է։ Մենք այն ժամանակ տարիներ, որտեղ գնացել եմ, ես նույնիսկ ինքս մասնակցել եմ, համոզել եմ, որ մրցույթ հայտարարենք մանկագիրների համար, հեքիաթի համար։ Հեքիաթները գալիս է, բայց ժյուրին չի ընդունում, բայց ինչու չես ընդունում, որտեղ ինքը լավ մանկա չի ձևավորված իբրև մանկագիրի համար։ Ես կարծում եմ, որ մենք մետեղ ենք հասել նույնիսկ բիզնեսի տեսակետից։ Հրատարակչության կներես, բայց հրատարակչությունների վրա է։ Եվ իրանք շահելու են, որովհետև այսօրվա իրավիճակում մանկական գրքերը ավելի լավ են վաճառվում ֆիզիկապես, քան թե մեծերինը։ Մենք բացի այդ, որ մանկագիր չունենք, չենք ունեցել, հիմա կարող ունենք, որովհետև ձեր մոտ որ եկել եմ, ես շատ գրքեր տեսա, որ արդեն կամաց հայ մանկագիրների գրքեր ենք ստանում շատ հաջող։ Ֆանտաստիկա, եւ նայել եմ նկարազարդումներն էլ։ Մենք այսօր այս փոքր երկիրում, ես չգիտեմ, ինչքան տաղանդ ունենք, որ իրանք ուղղակի այս երիտասարդները սպասում են մի հոգի իրանք կանչի, որ իրանք նկարազարդեն։ Եվ այդ process-ը ինքը հետաքրքիր է, չէ՞, որ դու ընտրում ես մեկի, որ իր ձեռացագիրը այս կերպարը քո գրքից սազում է եւ այլն եւ այլն։ Մյուս բանը, որ չունենք, էդի կարող եմ հստակ ասեմ, որտեվ տեսա երկու հատ գրախանութ եմ այս անգամ հաճախել 11-ից 16 այո, տարիքային միջին տարիքը։ Այսինքն նշանակում է, որ մենք մեր երեխեքին լավ սովորություններ ենք տալիս, որ կարդան, 11, 13 տարեկան որ եղավ, իր համար կարդալիք չկա, չես կարող այս գիրքը կարդաս, չես կարող այն կարդաս եւ այլն, մինչեւ դու չմեծանաս։ Այս արանքում իր սովորությունը արդեն կարդալը սովորություն է։ Մատ շատ հաճելի, բան addictive մհատ սովորություն։ Այն ժամանակ կարող եմ ասեմ, որ կարդում ես եւ նայում ես, էջավորումը շատ լավ է մանկական գրքերի, ես հավատում եմ, որ ամեն գիրք ունի 3-4 հատ բաղադրիչ, հեղինակը, խմբավորողը, որ շատ կարևոր է, որը խմբագրողը կարող է այս հեքիաթը ճիշտ խմբագրի, որ ինքը լինի շատ լավ մանկական գիրք։
հեքիաթ գործը չի դա։ Նկարազարդողը եւ հրատարակիչը։ Այս 4 բաղադրիչներ պիտի իրար հետ Չմոռանանք տպագրական որակի մասին։ Այո։ Այդ բանը հրատարակչություն, որ ասում եմ, արդեն այդ տպագրականը որակներն է։ Այո։ Ինչ է պակասում այսօրվա մեր մանկագրության մեջ, որպես հեղինակ, այսինքն մանկագրին ինչ է պակասում, ինչն է որ չի գրավում հրատարակչին, որ չի վերցնում այդ պատմությունը հրատարակի, դրսի հեղինակներին գերադասում են թարգմանել, քան թե հայ հեղինակին վերցնել եւ տպագրել։ Ինչն է որ տարիները արդեն չի ձևավորվում հայ մանկագրության մեջ, ինչի պակասն է։ Ես չգիտեմ, որտեվ ես այդ դրանով չեմ զբաղվել երբեք, որ իրավունք գնել մահա դուրսի գիրքը թարգմանելը, մատ նոմեր ունի։ Մատ հեղինակի գիրքը տպագրելը, մեր հեղինակի գիրքը տպելը մատ նոմեր ունի։ Սրանց տարբերությունը ես չգիտեմ։ Հետարքիր հարց է, չէ՞։ Եթե դու դրան պատրաստ ես այդ գումարը տաս եւ իմանում ես, որ վաճառվում է։ Եվ թարգմանություններն էլ մենք, էդ ենք այդ տեղում էլ ենք մենք սխալվում, որովհետեւ գումարը այն ժամանակ ենք մենք թարգմանում, օրինակի համար Հարի Փոթերը թարգմանեցինք, չգիտեմ քանի տարուց հետո։ Իրական իրավունքով հրատարակված Հարի Փոթերը, օրինականը։ Արդեն ով որ կարողացել էր, այդ երեխեք որ հետարկված են կամ անգլերենով, կամ ռուսերենով կարդացել են։ Ուրեմն էդի չաշխատեց։ Այն ժամանակ ես դու, ասենք թարգմանությունը, դեռ թարգմանության մասին խոսանք, գիրքը հրատարակվում է, ինքը աշխարհով մեկ հայտնի անում է, ճակերտների մեջ, ասենք Հարի Փոթերը, ինքը գովազդը աշխարհով մեկ երթում է, դու կարող ես դրանից շահես, չէ՞, մենակ կարող ես շահես։ Իրավունքը այդ ժամանակ առնես, որ զուգահեռ այդ իր գովազդից օգտվես դու շահերես, իբրև հրատարակիչ։ Այդ նոմերը, որ դու իրավունք ես գնում թարգմանության համար, թարգմանիչին գումար ես տալիս, եւ հույս ունենք, որ ամեն թարգմանիչի կողքը մտել խմբագիր կա, որ այդ խմբագրում է այդ հայերենը նույնիսկ, այդ ինչ գումար է։ Եվ մատ չգիտեմ, մի հոգի որ մատ շատ գեղեցիկ հեքիաթ է գրում հայերենով, ուղղակի դու մատ բան պետք ունես, լավ խմբագիր, լավ ձևավորող եւ տպագրել։ Ոչ միայն Շաքե ջան, նաեւ ճանաչված լինելու եւ չճանաչված լինելու հարց կա։ Երբ որ գիտենք Հարի Փոթերն է, համաշխարհային համբավ ունի, միշտ երեխաները տենդենսներին են հետևում եւ ասում են, ուրեմն անգլերենով կար, հիմա էլ հայերենով է թարգմանվել, բայց երբ որ հայ հեղինակ է, որ անհայտ մեկն է, բայց շատ լավ պատմություն է գրել, քիչ հրատարակիչներ են ռիսկ անում սա տպագրել, որովհետեւ սպառման վաճառքի խնդիր ունեն։ Բայց կարող է պատահի, այսօր օրինակի համար մի հատ հեքիաթի հետ դուք ծանոթանաք, մի հատ չգիտեմ, մի հոգի այդ հեքիաթը գրել, ֆանտաստիկ ձևավորում արել, այդ ով որ այդ ձևավորումն է անում, ձևավորում ճիշտ բառը չի, այդ կերպարները։ Մենք այսօր ստուդիաներ ունենք Հայաստանում, որ այսօր մուլտիկ են սարքում, մենք այսօր տեսնում ենք, չէ՞, բոլոր գովազդները հիմա այդ ստուդիաներն են անում։ Ինչ հետաքրքիր կներ, որ այդ գիրքի կողքը ման գովազդ ելներ, որ ինքը հենց նույն կերպարի պատմությունը շարունական կան։ Ուրեմն դու արդեն հայտնիացնում ես այդ հեղինակին, դու Այո, ծախսատար բաներ են, բայց սրանք Շաքե ջան շատ։ Գիտես, այն նոմերը հիշիր։ Էնի ես չգիտեմ, ասում եմ, թարգմանում ես, պիտի խմբագրվի, որտեղ մեր թարգմանությունները լավ չի խմբագրվում, թարգմանությունը բառացիորեն չի պիտի լինի, հեքիաթը պիտի հեքիաթի նման հնչի։ Ձևավորում ես, այո, որոշ իրավունքները գալիս է իր ձևավորման հետ, ու տպագրում ես։
Հեքիաթ ասեցիր եւ հիմա խոսենք հեքիաթի հենց ոչ թե պատմվածքի, ոչ թե picture book ասվածի, որտեղ կա շատ նկարազարդում, պատկերավոր գիրք եւ քիչ տեքստ, այլ հենց հեքիաթի մասին, ինչքանով է հեքիաթը պարտադիր երեխայի փոքր տարիքում ընթերցանության համար։ Հիմա մայրիկները, հայրիկները ձգտում են երեխաներին կարդալ փոքր տեքստերով գրքեր, իբրև թե դյուրը բռնելի լինի, երեխան հեշտ կարողանա ընկալի։ Իսկ ինչ խորհուրդ կա հեքիաթների, ծանրամարս հեքիաթների մեջ, որոնք կարծում եմ պարտադիր է երեխայի կյանքում։ Ինչ ես կարծում։ Հեքիաթ կամ թեթև պատմություններ, որ երեխային հեշտ լինեն։ Գիտես, ես թեթև պատմությունը բան չեմ թերագնահատում։ Այսօր շատ փոքր գրվածքներ կան, որ ավելի ազդեցուցիչ են, եթե ուզում ես մի բան ազդի, կամ ուզում ես իր գիրքի լավությունը այդ երևակայելն է։ Քեզի տանում եմ այդ ուրիշ աշխարհ։ Երևակայական։ Այո, այդ է զարգացնում։ Այդ զարգացնելու մեջ ծանր հեքիաթը որ տարիքի մասին ենք խոսում։ Հեքիաթը ամենը ֆիքշնը հեքիաթ է, իմ կարծիքով։ Հարի Փոթերը հեքիաթ է։ Ուրիշ բան չեմ կարողանում դրան ուրիշ բան։ Ես խոսում եմ դասական մեր, օրինակ նույն Թումանյանը, նույն Աղայանը, նույն Անդերսենը, հեքիաթներ, որոնք միտված են երեխային իմաստնություն սովորեցնել, որոնք միտված են ինչ որ պատմությունների շնորհիվ երեխային մտածել տալ, ինչու այսպես վարվեց գայլը նապաստակը։ Օրինակ, անկեղծ ասած, ես Հովհաննես Թումանյանի այդ ասած հեքիաթները, Շունն ու կատուն եւ այլն, ես իրաց չեմ համարում մանկական։ Ես համարում եմ ինքը շատ ավելի խորը։ Այսինքն դու Շունն ու կատուն կարող ես կարդաս փոքր ժամանակ, Շունը կատու փողոցում տեսնես, երեխան նայի տեսնի այդ հեքիաթը հիշի, այդ պատմությունը հիշի, հետո մեծ տարիքում կարդաս ուրիշ բան տեսնես իր մեջ։ Դրա համար էդի ուրիշ բան է։ Անդերսենինը ինքը մանկական է իմ համար։ Մեկ ինչ դաժանություններ ունի իր մեջ, բայց դա երևակայություն է։ Շատ հեքիաթներ չեն գրվել երեխաների համար, հենց նույն Կարմիր գլխարկը, Անդերսենի հեքիաթներից շատ-շատերը, այսինքն դրանք էլ գրվել են ի սկզբանե մեծերի համար եւ հետո փոփոխության են ենթարկվել, որպեսզի փոքրերն էլ կարդան, բայց ամեն դեպքում պատմությունը բայց գիտես, չէ, դա շատ հետաքրքիր բան ասացիր, որովհետեւ այն ժամանակ էլ մանկական ավելի լավ է վաճառվում։ Նախքան վաճառքի մասին մտածելը, դրանք երբ որ գրվել են, ում են ուղղված եղել մեծերին։ Մեծերը հավաքվել են եւ հետո փոխվելը մանկական են արել եւ այո։ Հետաքրքիր է, չէ՞։ Ինչպես է բանը, որովհետեւ որը գիտես փոփոխությունը հետո մի հատ էլ ուրիշ պահ կա։ Եթե երեխան գիրքը վերցնում է եւ ասում է, ես ուզում եմ, ես կգնեմ, չեմ մտածի որևէ մի բանի համար։ Մեծ թինեյջեր երեխես այդ գիրք վերցնի, մատ կնայեմ, տեսնեմ ինչա կարդում։ Չէ՞։ Կոպիտ ասած, կթոնեմ ինքը գնի եւ այլն, բայց ուզում եմ ասեմ, որ փոքր երեխաներինը դու դրան համար է, որ փոքր երեխաների գրքերը լավ է վաճառվում։ Ուրեմն եթե դու ու էս էլ չմոռանանք, իմ կարծիքով շատ կարևոր դեր ունի մենք իբրև հասարակություն, մենք պիտի կոնորոշենք, որ այսօր երեխան, որ առաջին դասարան է գնում դպրոցում, մենք ինչպես անձնավորություն ենք ուզում, որ ինքը ավարտում է 18 տարեկանում։ Մենք դրան կարող ենք մեր պահվածքով, դպրոցի դասագրքերով եւ կողքի գրքերով իրան ուղենք, չէ՞։ Այդ ինձ թվում է շատ կարևոր դեր ունի։ Այսօր մենք կենտրոնացած ենք օրինակի համար մենակ թարգմանություններին
Ես չգիտեմ այսօրվա դրության համալսարանում քանի հոգի են երթում գրականություն սովորում։ Իբրև մասնագետություն արդյոք գնում են սովորում է։ Չգիտեմ տոկոսային հարաբերությունը։ Շաքե ջան, մեր հաղորդումը ունի 5 բլից հարցեր, որոնք ես իմ հյուրերին ուղղում եմ։ Դա չգիտեի։ Փորձենք։ Անպայման չի արագ պատասխաններ տաս, կարող ես հանգիստ երկար մտորել եւ պատասխանել։ Ամեն դեպքում բլից հարցեր են, անցնենք հարցերին։ Գիրք, որ փոքր տարիքում փոխեց քեզ, կհիշես։ Փոխեց ինձ, թե հիշում եմ իրեն։ Այ թեկուս հիշում ես։ Կարծեմ Թոլստոյի թարգմանությունը պարսկերենով եմ կարդացել։ Պարսկերենով կարդացել եմ Բինավայան։ Գիրք, որ ժամանակ առ ժամանակ վերադառնում ես, վերընթերցում ես։ Այս գիրքը անգլերենով եմ կարդացել, բանը Conference of Birds։ Սիմորղի պատմությունն է։ Ավելի շատ սուֆիզմի կապակցություն։ Էդի մեկ-մեկ վերադառնում եմ։ Տպագիր գիրք թե էլեկտրոնային։ Ես երկուսն էլ կարդում եմ, դժբախտաբար կարող եմ խոստովանվեմ, որ հիմա ավելի էլեկտրոնային եմ կարդում, Kindle եմ կարդում։ Որ գրքի ֆիլմն ես սիրում։ Թեթև գիրքերը եւ թեթև ֆիլմ, երևի Eat Pray Love կասեի։ Գիրք, որ անպայման կուզես զավակներդ կարդան։ Անկեղծ ասած, մեր ժամանակները եւ մեր կարիքները իմ ժամանակս եւ այլն եւ իմ հաջորդ սերունդի կարիքները տարբեր են։ Ուրեմն ես շատ չեմ ուզում իրանց բանանեն, որ պիտի կարդան։ Դասականները պարզաբար իրանք կարդացել են դպրոցում եւ այլն այդ ընթացքում։ Բայց լավա դասական կարդաց, բայց առաջ պիտի գնաց։ Եվ վերջին հարցը, Շաքե ջան, եթե դու լինեիր պատմություն գրող, ամենակարևոր բանը ինչի մասին կուզեիր գրել։ Մեկ բառով, ինչի մասին կուզեիր գրել։ Բնության եւ բնության հարաբերությունը մարդու հետ։ Շնորհակալ եմ Շաքե ջան այսօրվա զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Եվ քեզ բարի վերադարձ եմ մաղթում Բոստոն եւ շուտապույտ վերադարձ հայրենիք։ Հաջողություն ձեզ։ Շնորհակալ եմ Շաքե ջան։ Մերսի։ Այսօր ձեզ եմ ուզում ներկայացնել իտալացի հեղինակ Մադալենա Սկիավոյի Փոքրիկ Կոկո Շանելը գիրքը։ Փոքրիկ Կոկո Շանելը։ Երազել ինչպես փոքրիկ Կոկո Շանելը։ Վստահ հավատալ այդ երազանքին ու ստեղծել Շանելի հսկա աշխարհը նորաձևության մեջ։ Այս գիրքը կպատմի երեխաներին Կոկո Շանելի մանկության մասին, երազանքներին հավատարիմ մնալու ու դրանց հետևից գնալու մասին։ Կարդա եւ գուցե այս գիրքն էլ կփոխի քո աշխարհը։